Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Սոնան և Վրամը հեռախոսով խոսում էին միանգամայն անկաշկանդ, ջերմ շփման ֆոնին, երբ իրավիճակը կտրուկ փոխվեց։ Սաքոն անսպասելի մտավ սենյակ, ընդհատելով զրույցը։ Վրամը չհասցրեց անջատել զանգը, և հեռախոսի գծում մնացած Սոնան ակամա դարձավ մի զրույցի ականատես, որն ի սկզբանե նախատեսված չէր իր ականջի համար։ Սաքոն դարձյալ բարձրաձայն արտահայտեց իր կարծիքը, նշելով, որ Վրամը փոխվում է, երբ Սոնան իրենց տանն է լինում։ Նրա աչքերում հայտնվում է փայլ, այն երջանիկ փայլը, որն ըստ Սաքոյի միայն Սոնան է առաջացնում։ Սոնայի համար այդ խոսքերը սկզբում հույսի շող կարող էին լինել, սակայն երբ Վրամը կտրուկ պատասխան տվեց ասելով, որ չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը, Սոնան կոտրվեց։ Այդ անուղղակի մերժումը շատ ավելին էր, քան պարզապես խոսքեր։ Սոնան շոկի մեջ ընկավ, չկարողանալով զսպել արցունքները։ Նա կրկին զգաց այն օտարացումը, որի միջով անցել էր նախկինում, ու որն իրեն հասցրել էր ցավոտ որոշումների շեմին։ Մյուս կողմից Հայկն ու Նարեն վերջապես մի պահ գտան միմյանց հասկանալու և խաղաղ երկխոսության հնարավորությունը։ Այդ կարճ, բայց կարևոր զրույցից հետո Նարեն վերադարձավ տուն։ Բայց տանն ամեն ինչ վաղուց արդեն խառնված էր։ Նրան սպասում էին Արմոն ու Խորենը։ Արմոն նորից փորձեց ազդել Նարեի հոգեկան վիճակի վրա, սադրելով, ճնշելով ու մանիպուլացնելով։ Նրա խոսքերն ու կեցվածքը տանում էին Նարեի հիստերիկ հուզման շեմին։ Խորենը չէր հասկանում ինչ է կատարվում։ Նրա համար Նարեի արդյունքներն ու Արմոյի պահվածքը հակասական էին, բայց նա այնքան էլ խորապես չէր ներգրավված այս իրավիճակում, որպեսզի հասկանար իրական խորությունը։ Այդ ամենից օգտվելով Արմոն հաջողացրեց խաղալ նաև Խորենի միամտության վրա։ Երբ Նարեի հեռախոսն անհասկանալի ձևով հայտնվեց Արմոյի ձեռքին, իսկ Հայկը սկսեց զանգել, պատասխանը տվեց հենց Արմոն։ Հայկը ցնցվեց լսելով ոչ թե Նարեի, այլ Արմոյի ձայնը։ Այդ պահին սկսած նա չէր կարողանում չկասկածել, չվերլուծել հնարավոր վատագույն սցենարը։ Արմոն, տեսնելով, որ իր ծրագիրը գործում է, համոզեց Խորենին Նարեին տանել քաղաքից դուրս գտնվող առանձնատուն։ Նա ներկայացրեց դա որպես վերամիավորման փորձ, ասելով, որ իրենք իբր սիրահար զույգ ցանկանում են հեռու լինել բոլորից ու խաղաղ միջավայրում լուծել իրենց խնդիրները։ Խորենը իր հերթին առանց շատ մտածելու համաձայնվեց։ Բայց Արմոյի մտադրություններ իրականում աղքեր էին բարոյական տեսանկյունից։ Նա այնպես կազմակերպեց ամեն ինչ, որ Հայկը իմանար Նարեն այնտեղ է, և նա արեց ավելին, այնպես ժամանակավորեց ամեն ինչ, որ հենց այն պահին, երբ Նարեն փորձում էր դուրս գալ տանից, խուսափելով Արմոյից, նա բռնեց Նարեին ու գրկեց։ Այդ պահը կատարյալ էր Արմոյի ծրագրի համար։ Դուռը բացվեց, ներս մտավ Հայկը և տեսավ իր սիրելի աղջիկան Արմոյի գրկում։ Հայկը կարացավ։ Այդ տեսարանը փշրեց նրա ներսում եղած վերջին հավատը։ Նա ոչ մի խոսք չասաց, ոչ մի բացատրություն չսպասեց։ Նարեի արցունքները, վախեցած դեմքը, նրա փորձը դուրս բրծնելու այդ սցենարից ոչ մի նշանակություն չունեին։ Հայկի ներսում ամեն բան փլվեց, և այդ խորը ցավով, խաբված ու կոտրված, նա հեռացավ։ Նարեի ու Հայկի պատմությունը այդ պահից սկսած մտավ մի նոր փուլ՝ բաժանման։ Հարգելի հետևորդներ, Հայկը, ճանաչելով Արմոյին, պետք է կհավատա Նարեին։ Գրեք մեկնաբանություն։ Աշնան ժամ կասես։ Հեծած կեսը աղբերս։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո սուստոր։ Այո, տոլման Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բան է մեջը սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլման։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստեղ ենք պատրաստել է, ականչանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Դա պորտիկացի հեչ լավը չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, հա։ Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք։ Աշնան ժամ կասես։ Հեծած կեսը աղբերս։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։
տոլման, այո, ստոր։ Այո, տոմա, Այո, Մարիամին իջարից մի քանի Մամա հատիկ տոմա է բանա պատրաստել։ մեջը սովորական ինչ բրնձով էլ կա սուտ մեջը։ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստներ Այո։ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հեչ լավ է, չէ՞։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, ունը ճաշով Տիկին անիկ, տակ ճաշավ տղամարդն։ Որ չեմ պահում, չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, Մառոժնին համովա։ այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախի։ Աղ ինչի հիմարը։ Կա բացում ահամը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվող։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ծանոթ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Տեսնում եք նայես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխում ջար։ Չպնել նաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բացածել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ որ մի բան։ Չի ծորո։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու Մարինյան համով է։ Հա։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալու, դու շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեշվա։ Քո սիրած ուտելը։ Սպաս։ Բարշ։ Իրականում ուզում եմ տեսել ցուցվել, թե ինչի համար է ցուցել գալ մարզասրահի օր, ուղղակի ինձ պետք է չափել գործատեղը, ես չափեցի և հիմա դա նույնը սարսափելի տիպ, 81 սանտիմետր, 81 սանտիմետրը իմ բոյի ու կազմվածքի համար շատ է, նույնակացեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ